Բարի լույս, Ժողովուրդ ջան, ոնց եք։ Ինչպես միշտ, ես միշտ պետքա ասեմ ինչ տենում եմ, ինչ լսում եմ։ Քիչ վերլուծեմ երկու բան։ Ուրեմն, ինչպես միշտ ասել եմ, ես կցանկանայի Սամվել Կարապետյանին դենամ ազատության մեջ ու լսեմ իրականում նրա խոսքը։ Իրուստ բեռնից։ Թե չի ասենք, այս երեխեքը գնում են ստեն դե խոսում են իր անունից, դա մի քիչ անհասկանալի է դառնում, էլի։ Երեք դե ոնց տեսանք գավառում էին երիտասարդները, ինձ համար ուղղակի մի քիչ խնդալու տեսարան դառավ վերջում, որովհետև Նարեկ Կարապետյանը երևի լսել է, որ քյավառցիք խմող են, ինչ ասեմ կհավատան կամ չեն էլ ջոկի, թե ինչ եմ ասում, Նարեկ ջան, խմող մարդիկ ավելի լավ են ամեն ինչ ջոկում, ու հետո խմած մարդը միշտ շատ ճիշտ է խոսում, լուրջ մարդը կյանքում ճիշտ բան չի խոսում, Նարեկ ջան, ասեմ իմանաս սավատան, երիտասարդ ես, 1000 հոգի երբ դիմացդ կանգնած է, 1000 հոգուն չի կարելի խոսքերով ուղղակի խաբել։ Գիտես խաբեությունը ինչու՞մ է կայանում, որ ասում ես, ասենք ՔՊԱ-ականները Սամվելից վախենում են, դրա համար էլ թեզ են հորինել, որ իր ձայնը տալու է Քոչարյանին։ Ստեից արդեն դու խաբում ես, որովհետև քո խոսքը կրկնեմ, ժողովրդին ինչ ասեցիր, իրանց երեսին։ Նենց չի, ես չեմ փնոհում, ես բան չեմ անում, ես ուղղակի ասում եմ, որ մարդկանց 1000 հոգի մոտդ կայնած, 1000-ին էլ խաբում ես։ Ուրեմն, եթե ՔՊԱ-ականները այդ բանը ասում են, դա ճիշտ է։ Ես չեմ կարող ասեմ, որ չեն ասում են։ Բայց դու քո խոսքը ճիշտ տեղ չես տանում, խաբում ես մարդկանց, ասեմ ինչ, քո խոսքը կրկնեմ, ասում ես մեր ուժը իր ձայնը Ռոբերտ Քոչարյանին չի տալու, բայց դու չես ասում Սամվել Կարապետյանը իր ձայնը չի տալու Ռոբերտ Քոչարյանին, դու ասում ես մեր ուժը իր ձայնը չի տալու Ռոբերտ Քոչարյանին, մեր ուժը իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին, տղա ջան, իսկ Սամվել Կարապետյանը ինչ է ասում, կարանք իրեն լսենք, տենանք ինքը ինչ է ասում, հետո մեր ժողովուրդը ինչքան էլ խմած լինի, Նարեկ ջան, մեր ժողովուրդը ոչ ՔՊ-ին է հավատում, ոչ քեզ է հավատում, ոչ են մեկին, մեր ժողովուրդը արդեն ինքը իր աչքով տենում է, ականջով լսում է, այնքան Գյումրի օրինակ ես գրել եմ, բայց նորից էլ կրկնեմ էլի, Գյումրի երկու խմբավորում, անունները չեմ տալի, բոլորդ էլ գիտեք, նրանք իրար մեջ արյուն էին թափել, լսել եք էլի այդ պատմությունները, արյուն էին թափել, մարդասպանություն, իրար հանդեպ, բայց նրանք իրար օգնեցին, ձայները տվին իրար, հիմա մեր ժողովուրդը ոնց կարա ասենք, քո խոսքին հավատա, ու ինքն էլ դու քո անունից ես խոսում, ախր դու տեղ, չգիտեմ ով ես, ինչ ես, եթե Սամվել Կարապետյանի կուսակցությունն է, Սամվել Կարապետյանը միայն կարա այդ բանը ասի, քո ասածին ով է բանի տեղ տնելու, հավատա, տես բաներ ժողովուրդ ջան, Նարեկ ջան, մի քիչ ձեր խոսքերով զգուշ եղեք, ձեր անունից խոսեք, քո անունից դու ասիր, որ դու Սամվել Կարապետյանին ես ընտրելու, բայց թե Սամվել Կարապետյանը ինչ կանի, դա ոչ մեկ չգիտի, ՔՊ-ի ասածն էլ քո մասին չի, ՔՊ-ի ասածը Սամվել Կարապետյանի մասին է, տղա ջան, հասկանալի է, չէ, տարբեր մարդիկ եք, տարբեր բաներ եք ասում,
ժողովուրդը միջև չտենա Սամվել Կարապետյանին, չլսի նրա խոսքը, ոչ մի ձեր խոսքերին ոչ մեկ չի հավատալու։ Հա գնում եք այտենց հավաքում եք մարդիկ հետարքրության համար գալիս են լսում են բան ինչ որ քանակի մարդիկ, բայց ընտրությունների ժամանակ ուրիշ բան ա լինելու տղա ջան։ Հասկանում եք։ Թե ամեն ինչ կախված է Սամվել Կարապետյանից, թե նա կխոսա թե չէ։ Թե սեն սուսարացել կմնա, դուք նրա տեղը ձեր անունից կխոսակ, նա էլ վերջում կգա կասի, ես ընդհանրապես չեմ էլ ընտրվում, ես ձեզ բան ասել եմ։ Ու եւ վերջ։ Եվ ցավը տանեմ։ Այսքան բաներ։ Ուրեմն անաղուհաց քրդիշներին մի հատ հարց եմ տալի։ Մի հատ հարց։ Ու ցանկանամ որ մենակ դուք պատասխանեք ինձ այդ հարցին։ Ովքեր որ այսօր Քոշարյանին ձեռք են մեկնում։ Դուք Ալիևին ձեռք կմեկնեք։ Տարբերությունը ինձ ասեք, իմ հարցը էսա, ասեք ինձ տարբերությունը, ինչ տարբերություն, Ալիևը զորք մտցրավ Ղարաբաղ, թե Քոչարյանը զորք մտցրավ Երևան, դրանց տարբերությունը որն է, Ալիևը զորք մտցրավ Ղարաբաղ, ընդ հայերին կոտորեց, Քոչարյանը զորք մտցրավ Երևան, հայերին կոտորեց, տարբերությունը ինձ ասա, ով դու, ով ձեռք ես մեկնում նրան ու հույս ես փայփայում, որ նա կգա իշխանության, մեր երկրում ամեն ինչ լավ կլինի։ Մենք անվտանգ կլինենք։ Դու ես հարցին ինչ պատասխանի։ Ցա դու գիտես, դու աչքովդ տեսել ես։ Պատասխանը ես հարցին ինձ։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօրվա միջադեպի այդ եկեղեցու մասին մի երկու խոսք էլ ես ասեմ։ Ժողովուրդ ջան, սա հենց անուն եկեղեցին է, որտեղ շուրջ 1 տարուց ավել Ահաբեկիչ Վազգեն Գալստյաննի որջն էր դարել եւ բոլոր ընդդիմության բոլորի շտաբն էր դարել այդ եկեղեցին։ Հիմա ինչ է կատարում ժողովուրդ ջան։ Ուրեմն արդեն շուրջ 2 ամիս է խոսքի վարչապետը իշխանությունները լռել են, եկեղեցու մասին բան չեն խոսում։ Հիմա սրանք նորից ուզում են եկեղեցու հարցը նորից մտցնեն նորակարգ։ Հասկանում եք։ Վարչապետը այն որ մատը սենց արավ ասեց սուսը, դա պարզ բաներ որ սրանք նորից ուզում են եկեղեցու հարցը բերեն օրակարգ, որ վարչապետին անընդհատ ինչ որ ձևով կարողանան անընդհատ կպրեն աշխարհին ցույց տան, որ տեսեք, այսինչ վատ վարչապետ է, վատ երկրի ղեկավար, օրակարգ են ուզում բերեն։ Բայց մեր իշխանությունը հո այդքան հիմար չի։ Եթե ես հասկանում եմ այդքան բանը, սովորական մարդ եմ։ Եթե ես այդքան բանը հասկանում եմ, իշխանությունը ավելի լավ է հասկանում, որ նրանք ուզում են նորից եկեղեցու հարց օրակարգ բերել։ Եկեղեցու հարցը վարչապետը չի այն ժամանակ օրակարգ բերել։ Էդ էլ մի մոռացեք, եկեղեցու հարցը հենց Քոչարյանը անձամբ ինքն է օրակարգ բերել։ Վարչապետն էլ նրան ուզում էր պատասխան քայլեր անի, որ թույլ չտա, որ նրա այդ դեռ 1998 թե 99 թվի բերած չկաթողիկոսը բանանի էլի ծառայի հենց Քոչարյանին հասկանում եք սա էդ էր ուրիշ ոչ մի բան վարչապետը իմ կարծիքով չի տրվի եկեղեցու հանդեպ ոչ մի քայլ չի անի դրանք իրանց բանով խորտակվելու են իրար ուտելու են ու վերանան 2026 թվի վերջերին 27-ի սկզբներին մենք ունենալու ենք իսկական հայոց կաթողիկոս խոսքս հիշեք ես ասեցի դուք հիշեք հենց իրանք են իրար ուտելու այս հունիսի 7-ից հետո ընտրությունները կավարտվի մենք ունենալու ենք նոր կաթողիկոս միջև 27 թվի սկիզբը այդ ամիսները առաջ ամիսները ունենալու ենք ժողովուրդ ջան իսկ հիմա դասադրեցին մտածված որ եկեղեցու հարցը նորից վարչապետը դնի օրակարգ բան Կազար ինչքան վատ բան ունեն ասելու վարչապետի մասին որ խոսք ունենան ասելու հիմա խոսք հիմա բան չունեն ասելու վարչապետին իրանք հասկանում եք էտա լավ մնացեք զգուշ եղեք ժողովուրդ ջան այդ շներից